Ոչինչ սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Ինձ թվում է կարևոր խոսակցություն ունեմ ձեզ հետ եւ ինչպես միշտ տնային պայմաններում իմ համեստ տեղից ես էլի այս ուղիղ կապը օգտագործում եմ, որպեսզի ինձ համար կարևոր մի երկու թեմաներից մենք իրար հետ խոսենք։ Սիրելի մարդիկ, հայ առաքելական, հայ մարդկանց եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատարիմ հավատացյալ ժողովրդի համար գաղտնիք չէ, որ մենք ամեն կիրակի մասնակցելով սուրբ պատարակներին, այդպիսով նաեւ ինքնամաքրման գործողություն է տեղի ունենում։ Նախ ինքներս մենք ենք ինքնամաքրվում եւ Աստծո տունն ենք մաքրում սրբապիղծներից Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ։ Այն Կտրիչ Ներսիսյանի, ով Աստծո անունը շահարկելով, բարձրաձայն Աստծո անունը շահարկելով, բայց որևէ ուղիղ կապ չունենալով Աստծո հետ, Աստծո անունը շահարկելով, Աստծո տները օգտագործում է թալանչիների, մարդասպանների, խուլիգան, մաֆիոզների, հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանդայի շահերը սպասարկելի գործում։ Կարծես թե ոչ թե կարծես, տպավորությունը այնպես է ու այդպես էլ կա, Կտրիչ Ներսիսյանը հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանդայի անձնական փաստաբանն է։ Եվ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ ամեն կիրակի մասնակցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձայն Աստծո ձայն բազմած այդ կարգախոսով ընտրված այդ խոսքով ընտրված իրական Հայաստանի իրական առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այո, մասնակցում ենք սուրբ պատարակների, այդպիսով ինքնամաքրվում ենք ինքներս մենք, այդպիսով Աստծո տները մաքրում ենք սրբապղծերից։ Աստծո տները ազատագրում ենք Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Ինչպես հայ մարդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տասնյակ տարիներով արևանգված Հայաստանի Հանրապետությունը ազատագրեց ռոբդասերժական խուլիգան բանդայից, հավատացած եղեք, եթե ոչ այսօր, ապա վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ Կտրիչ Ներսիսյանի կողմից արևանգված Աստծո տները, մեր սուրբ սրբոցները ազատելու են Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Սա չի քննարկվում։ Ասում են, նախ ես ուղիղ, ես չգիտեմ, Տաշիրի աղբոր որդին, Նարեկ Կարապետյանը ինչ է ասում, բայց ես մի բան հստակ գիտեմ։ Նարեկ Կարապետյանը այսօր իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տասնյակ հարյուրավոր հազարավոր հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդիկ մասնակցելով ամեն կիրակի սուրբ պատարակին, այդպիսով նաև Աստծո տները մաքրում են Կտրիչ Ներսի, մաքրում են պոռնիկությունից, մաքրում են սրբապղծությունից, այսինքն մաքրում են Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ պոռնիկ կոլեգաներից։ Այդ ամենը Նարեկ Կարապետյանը իմանալով այսօր իր մասնակցություն ունեցավ, իր անձնական, անմիջական մասնակցություն ունեցավ մաքրման աշխատանքների։ Այո, դե հիմա ինչ ուզում ասի, դա իր խնդիրն է, բայց մենք պետք է փաստ արձանագրենք, որ այդ մարդը իր կերպարով այսօր ներկա գտնվեց մաքրման աշխատանքների պրոցեսներին։ Եվ եկավ խելոք իր համար նստեց, հենա 1 ժամ էլ շուտ է եկել, 1 ժամ շուտ, որ իր համար մի հատ փոքրիկ տեղ գտնի, որպեսզի ինքը մասնակցի Աստծո տունը մաքրման այդ պրոցեսների գործընթացին։ Մասնակցելով սուրբ պատարակին, նաև ինքը իր մասնակցությունը ունեցավ Աստծո տան մաքրման գործընթացներին։ Դե հիմա ինքը ինչ ուզում ասի, բայց փաստը մնում է փաստ, դա պետք է արձանագրենք, որ ինքը իմանալով հանդերձ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հարյուրավոր հազարավոր հայ առաքելական եկեղեցու հետևոր հավատացյալ մարդիկ մասնակցելով սուրբ պատարակին ամեն կիրակի
Նաև ինչ խնդիր է դրված, այդ տղան այսօր իր ներկայությունը ունեցավ, այնտեղ որտեղ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշյանը, 1 ժամ շուտ եկել էր խելոք իր համար նստել։ Շնորհակալություն Նարեկ Կարապետյանին, որ այսօր իր մասնակցություն ունեցավ հայ առաքելական եկեղեցու մաքրման, ինքնամաքրման process-ներին։ Դու քո ներկայությամբ այսօր դու ուրիշ ոչ մի բան չասեցիր։ Դու միայն մի բան ասեցիր եւ մի բան հաստատեցիր, որ դու քո անմիջական մասնակցություն ունես հայ առաքելական եկեղեցու, հայ Աստծո տները մաքրման process-ների։ Դե հիմա դու ինչ ուզում ես ասա։ Փաստը մենք արձանագրել ենք եւ շնորհակալություն, որ դու այսօր քո մասնակցությունը ունեցար այս process-ների։ Շնորհակալություն։ Սիրելի մարդիկ, իսկ ինչ մնում է այն խոսակցությունին, թե ես ինչ եմ ասում Նարեկին, որ ես առաջանում եմ։ Նախ ես Նարեկին տեսել եմ ավելի ներքև, պրոստը անմիջապես եկեղեցու դրան մոտ տենց վարքյաների կադրեր կա, այդ է աֆիքսած, ոչ չենք ասում։ Ինչ ենք ասում։ Ասում ենք նրանք ովքեր կհամարցակվեն այսօր պատարակը խոչընդոտելու իրանց համար քաղաքական մակարդակով ցավոտ է լինելու։ Դա ենք ասում։ Եղբայր, նրանք ովքեր պատրաստված եկել են, որպեսզի խոչընդոտեն սուրբ պատարակը, իրանց համար քաղաքական մակարդակով լինելու է շատ ցավոտ։ Մարդիկ էլ արձանագրեցին եւ ասեցին. մենք եկել ենք մասնակցելու սուրբ պատարակին։ Այլ նպատակներ չունենք, այլ նպատակներ չենք հետապնդում։ Okay, բարի գալուստ։ Աստծո դուռը բաց է բոլորի առջև։ Այ է տեղի խոսակցությունը։ Ուրիշ ոչինչ։ Եվ հիմա Նարեկ Կարապետյանը ինչ է ասում, ինչ չի ասում։ Մի բան ես արձանագրել եմ ինձ համար, որ Նարեկ Կարապետյանը այսօր իր մասնակցությունը ունեցել Կտրիչ Ներսիսյանի հեռացման process-ներին։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Պորնիկացած Աստծո պատվիրանները, բոլոր Աստծո պատվիրանները խախտած Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է Աստծո տնից եւ Աստծո տունը ազատվելու է Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ իրենց առջև այլևս խնդիր են դրել եւ այս խնդիրը չի քննարկվում։ Քննարկման ենթակա չէ, որ վարքյան առաջ Կտրիչ Ներսիսյանին թույլ չտան, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը Բարձրացիան շարքելով Աստծո անունը, բայց ոչ մի ուղիղ կապ չունենալով Աստծո հետ, Աստծո տունը օգտագործի այս թալանչիների շայրը սպասարկելու գործում։ Այդ խնդիրը հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ իրենց առջև դրեն են եւ վարչապետի աջակցությամբ, մասնակցությամբ, օգնությամբ մենք կհասնենք մեր նպատակի, որպեսզի մեր նպատակը որն է։ Մեր նպատակը Աստծո հետ կապ չունեցողի, Աստծո հետ կապ չունեցածների արևանգությունից Աստծո տները ազատելն է։ Այդ է մեր նպատակը։ Մեր նպատակն է, որ որևէ մեկին թույլ չպետք տան, որ Աստծո տները օգտագործեն հայ մարդու կողմած մերժվիչ խուլիգան բանտայի համար, մարտահրավերների շայրը սպասարկելու համար, թալանչիների շայրը սպասարկելու համար։ Այդ է մեր խնդիրը, որ Կտրիչ Ներսիսյանը որևէ հնարավորություն չունենա Աստծո տունը թալանչիների շայրը սպասարկելու գործում օգտագործի, ոչ մի կապ չունենալով Աստծո հետ։ Աստծո անունը բացական շահարկելով փաստաբանի դեր ստացնի։ Այդ է մեր նպատակը, եւ մեր նպատակը վաղ թե ուշ արդեն իսկ իրականություն է դարձել։ Դե մի Նարեկ Կարապետյանն ինչ ասում, ինչ չի ասում։ Դա իր խնդիրն է, բայց փաստը արձանագրված է։ Նարեկ Կարապետյանը իմանալով այսօր ովքեր են այդ սուրբ պատարակի մասնակցում եւ այդ պատարակը նաեւ ինչ նպատակ ունի, Նարեկ Կարապետյանը այդ ամեն ինչ իմանալով մասնակցել է այս պատարակի։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար, որ դուք եւս ձեր մասնակցությամբ հաստատեցիք, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ու Կտրիչ Ներսիսյանը կհեռանա։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Այնտեղ մի քանի հոգի տենում են, օй, մանվելը, սենց էլի ժողովրդական լեզվով ասեմ, էլի գրել, օй Նիկոլի կիլերը, ինձ են կիլեր ասում։ Մի մարդու,
ով հեզուտ տարի է 2018 թվականից միջ առեսուրս հեղափոխության ոչ մի օրենք չի խախտել։ Իմ նման էմոցիոնալ տղեն ոչ մի օրենք չի խախտել։ Որևէ մեկի քթից արուն չի բերել։ Ու ինձ ասում են կիլլեր։ Հասկանում եք։ Ասում են ցանկանում այդ կադրը որ տեսի ասում եմ, «Ոյ ուզում ա մեր ձևովի հետ լինի»։ Մեր ձևովն է մեզ հետ լինելու։ Մեր ձևովն է մեր պայմաններին ենթարկվելու։ Մեր ձևովն է պետության պայմաններին ենթարկվելու։ Հասկացաք։ Հասկացաք։ Եթե դուք այդ ձև եք ասում, ես ձեզ ասում եմ։ Ոչ թե մանվելն է ուզում։ Մեր ձևովի շարժբաբեջ չլինի։ Այլ մանվելը ուզում ա այդ ձևը կլինի։ Այդ տարբերակ չունի։ Ես էլ ասում եմ, մեր ձևովն է ուզում, Նարեկն է ուզում մեզ հետ լինի, մեզ հետ ասելով պետության հետ լինի։ Նարեկն է ուզում, որ դաթարի վարկյան առաջ օտարի շահերը սպասարկի եւ կանգնի իր պետության եւ իր պետության շահերի կողը։ Մանվելը չի ուզում, չարաչար սխալվում եք։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ։ Նարեկը հիմա ինչ ասի, փաստը ինձ համար փաստը մեկն է, որ արձանագրել եմ ես ինձ համար։ Նարեկ Կարապետյանը իմանալով, որ այսօր ովքեր են այդ պատարագին, այդ սուր պատարագին, եւ այդ պատարագը նաեւ ինչ նպատակներ ունի, իմանալով այդ ամեն ինչը, ինքը այսօր ներկայ է գտնվել այս պատարագին։ Շնորհակալություն։ 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 Ապրեք դուք։ Վաղ թե ուշ այդ պետք է խելքի գաք։ Վաղ թե ուշ պետք է խելքի գաք։ Պետք է գաք կանգնեք ձեր պետության կողը եւ սպասարկեք ձեր պետության շահերը, այլ ոչ թե օտարի շահերը։ Այ օտար երկրյա ալիգարխների աղբոր տղա։ Վաղ թե ուշ։ Դուք էլ գիտեք, որ մենք ճիշտ ենք ասում։ Դուք էլ գիտեք, որ վարված կրակի մեջ եք։ Դուք էլ գիտեք, որ օտարը կրակ է վառել եւ ձեզ լցրել է այդ կրակի մեջ եւ դուք օտարի կողմից վարված կրակում վառվում եք։ Արա դուք էլ գիտեք։ Դուք էլ գիտեք։ Եվ դուք վաղ թե ուշ այդ տարբերակ կամ պետք է օտարի կողմից վարված կրակի մեջ վառվեք, կամ էլ պետք է վարկյան առաջ կարգերարվեք, կանգնեք ձեր պետության կողը եւ սպասարկեք ձեր պետության շահերը։ Այդ տարբերակ չկա։ Պետությունից հզորը չկա։ Պետությունից բարձր որևէ մեկը չի կարող խոսա։ Պետության դեմը խաղ չկա։ Ով կհեննի պետության դեմ, կհայտնվի քաղաքական մակարդակով պետության ոտքերի տակ։ Ով պետությունից բարձր կխոսա, քաղաքական մակարդակով պետությունի լեզուն կկտրի քաղաքական մակարդակով։ Սա է ամբողջ իրականությունը։ Եվ պետք է համակերպեք այս իրականության հետ։ Ու այո, ովքեր որ կգան մարդավարի, կուլտուրական պատարագների մասնակցելու, ցանկացած ինչ-որ մի հատ միջոցառման մասնակցելու եւ հետի միտ չունենալու, որ այդ միջոցառումը պետք է իրենք այնքան կան, որ կարան խոչընդոտեն, օքեյ, խնդրեմ, համեցեք, դռները բաց է։ Բայց նրանք, ովքեր որ մտներովը կանցնի, որ կգան պատարագների եւ կփորձեն մտեն համարձակ տղու կերպարի մեջ եւ պատարագներ խանգարեն, քաղաքական մակարդակով չեն ներվելու եւ իրենց համար ցավոտ կլինի։ Էտա դուք ռուսերեն լավ եք հասկանում, չէ՞, տակոյ ատվետ, տակոյ պրիվետ։ Կգաք խելոք, կմասնակցեք, օքեյ։ Մենք դες շնորհակալություն կայտնենք։ Կգաք լեզուներուդ կգցեք ոտների տակ։ Շատ կարճ վարքյաների ընթացքում դուք ուղակի կարգի կհրավիրվեք։ Ձեզ ուղակի կարգի կհրավիրեն։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Սիրելի մարդիկ, նորից եմ ասում, էլի ամանչելով եմ ասում, բայց անընդհատ մի գրեք, մի բան արեք, ինչ էիր ասում։ Ինչ ենք ասում։ Ասում ենք եղբայր, եթե ինչ-որ մեկի մտքով կանցնի, որ ինչ-որ մեկի մտքում կա, որ կարող է այս սուր պատարագը խանգարի, իր համար ցավոտ է լինելու։ Էդ ենք ասում։ Մենք մեր ասելիք ասեցինք, պատասխանը ստացանք։ Ինչ որ պատասխան ստացանք, այդ պատասխանը միջևերջը պահպանվեց։ Էտա ոչինչը չենք ասում։ Առավել եւս չենք սպառնում։ Չենք ասում գիտեք ինչ։
այս պալտերի տակ կարող է ձեզ մահակներով սամասուդի ենթարկենք, որովհետև մենք դրա իրավունքը չունենք, հեղափոխության օրենքները դա մեզ թույլ չի տալիս։ Իսկ նրանք, ովքեր կշեղվեն հեղափոխության օրենքներով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներից դուրս գործողություններ անեն եւ խոսություն ունենան, հավատացած եղեք, իրենք կպատժվեն։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հեղափոխությունը իր բոլոր արժեքներով եւ օրենքներով եւ հարստություններով։ Եթե ես հեղափոխության հարստությունը հասկանում եմ, իմ նման էմոցիոնալ տղեն, դուք էլ պետք է հասկանաք ու հասկանաք։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Կախես նորից հեռախոսս։ Կախեց, էլի մարդիկ չի լինում։ Չի